Հարց տալու համար Նիկոլ Փաշինյան։ Շնորհակալություն, պարոն Աբրահամյան, ձեր կառավարության ծրագրում կան բազմաթիվ հնչեղ խոսքեր, բայց դրանց կշիռը հասկանալու համար կարծում եմ նախ պետք է հասկանալ, թե ինչ նշանակություն ունեն հնչեղ բառերը ընդհանրապես ձեր քաղաքական թիմի, ձեր իշխանության եւ անձամբ ձեր համար։ Ինչու եմ ասում։ 2011 թվականի նոյեմբերին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գործարարությունը հետևողականորեն պետք է տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից։ Հիմա դուք եւ ձեզ հետ փոխկապակցված անձը 2013 թվականին հայտարարագրել եք $5.5 միլիոն։ Գագիկ Խաչատրյանը եւ իր հետ փոխկապակցված անձը հայտարարագրել է 2013 թվականին $6.5 միլիոն։ Դավիթ Հարությունյանը հայտարարագրել է 6 բնակարան, 1 առանձնատուն, 1 ամառանոց, 1 հողամաս։ Դուք բոլորդ այս ողջ ընթացքում այս ցանկը հենց կարելի է շարունակել։ Դուք բոլորդ այս ողջ ընթացքում եղել եք պետական պաշտոնյաներ։ Հիմա եթե բիզնեսով չեք զբաղվել, ո՞նց եք աշխատել այդ գումարները։ Եթե ամբողջ պաշտոնավարմանը զուգահեռ բիզնեսով եք զբաղվել, Դա նույն ձևի, նույն նշանակության կոռուպցիա է, ոնց եք մեկնաբանում այս փաստը։ Երկրորդ հարցը, ուրեմն դուք ձեր կառավարության ծրագրի մեջ նշել եք 5% աճի թիրախը եւ ձեր խոսքում ասացիք, որ դուք դա նվազագույն շեմ եք սահմանել։ Բայց կներեք, նվազագույն շեմը սահմանել է Սերժ Սարգսյանը 2013 թվականի մարտի 18-ին, ասելով, որ Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերվում է 2013-17 թվականներին, չապահովի 7% տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա։ Հիմա սա ինչ է, սա հիմա ձեր կառավարության ծրագիրն է, թե ձեր հրաժարականի դիմումը, թե ասենք օրինակ Նաջարյանի ասածը հիմա ձեզ համար ինչ նշանակություն ունի։ Եվ վերջապես պարտադիր եւ պարտադրվածի մասին։ Պարոն Աբրահամյան, ուրեմն կա Էդվարդ Աղայանի հայերենի բացատրական բառարան։ Այդ բառարանի երկրորդ հատորի 1207 էջում գրված է պարտադիր բառի հայերեն բացատրությունը։ Ուրեմն այնտեղ նշված է, որ պարտադիր նշանակում է պարտադրված։ Հիմա դուք ասում եք պարտադիր, բայց ոչ պարտադրված, հայերենում այս նախադասությունը կներեք իմաստ չունի։ Եթե պիտի հատուկ կոնդակով կամ հրովարտակով նոր իմաստ հաղորդեք այս բառին, խնդրում եմ ասեք, բայց հայերենում պարտադիր նշանակում է պարտադրված։ Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, շատ լավ է, որ դուք բառարան եք ընթերցում։ Ես ձեր օրինակը կընդունեմ, ես էլ կսկսեմ ընթերցել, հիմա գոնե ժամանակ գտնել։ Ես շատ հստակ իմ դիրքորոշում հայտնեցի։ Ես հասկանում եմ, որ դուք ձեր ձեռագիրն է փնտրել, ինչ-որ բաներ գտնել, դա միշտ կհաջողի ձեզ։ Բայց կարևորը է, որ դա ինձ չի հուսալքում, ձեր խոսքերը, ձեր կարծիքով շատ սուր, քննադատող։ Ես իմ գործն եմ անելու, անկախ դրանից դուք ինչքան ուզում եք խոսեք։ Շատ մեծ տարբերություն կա գործարողների ու խոսողների մեջ։ Եվ ես նաև ուզում եմ նաև բոլոր իմ գործընկերներին եւ ընդհանրապես հանրությանը կոչ անել, որ այդքան նեգատիվ չվերաբերվեն գործարարությանը։ Գործարարների շնորհիվ է, որ դուք այստեղ նստած եք, աշխատավարձ եք ստանում։ Գործարարների շնորհիվ է, իրենց հարկերի վճարման շնորհիվ է, որ մենք թոշակ ենք բարձրացնում, աշխատավարձ ենք բարձրացնում, այս դահլիճում նստած ենք, իրենց հարկերի վճարման ուրեմն մասով ենք մենք իրականացրել այս գեղեցիկ դահլիճի ազգային ժողովի եւ բազմաթիվ այլ գործեր, դպրոցների կառուցում, ճանապարհների, հիվանդանոցների եւ այլ եւ այլ։ Ընդհանրապես որոշ մարդկանց մոտ մի բնավորություն է, ավանդույթ է ձևավորվել, որ գործարարներին փորձում են հանրությանը դարձնել բոբոներ։ Այ գործարարների շնորհիվ եք դուք ապրում այս երկիրը։ Մենք խնդրում ենք, որ մարդիկ զբաղվեն գործարարությամբ, ներդրում անեն եւ երկիրը զարգանա, տնտեսությունը աճի, որ մենք կարողանանք չարժանանալ քննադատություն, ինչու նվազագույն աշխատավարձը 50,000 է կամ 65,000 է, ոչ թե 155,000, ինչու падգամավորի աշխատավարձը 250,000 է, ոչ թե 550,000։ Եվ ես ուզում եմ բոլորին կոչ անել, որ գործարարներին վերաբերվել շատ հարգանքով, հարգել իրենց այն վաստակը, որ իրենք իրականացնում են եւ փորձում են տնտեսությունը զարգացնել եւ նաեւ երկիրը զարգացնել
եւ մարդկանց մեր թոշակառուներին, նպաստանառուներին եւ առողջապահության ոլորտ, կրթության ոլորտ, մեր բանակի սպառազինություն եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է իմ ունեցվածքի հետ կապված, որ ես ունեմ ունեցված, ես երբեք չեմ թաքցրել, որ ունեմ եւ դա հայտարարում շատ մանրամասը օրենքի տարին համահունչ ես ներկայացրել եմ եւ դա իրոք աշխատել եմ այդ տարիների ընթացքում, երբ որ աշխատել եմ, ես հողագործությամբ եմ զբաղվել այն ժամանակ, երբ որ թույլատրվել է եւ դա իմ պաշտոնների ընթացքում, որ եղել եմ կառավարություն, ազգային ժողովի նախագահ, ես այդ չեմ վաստակել եւ ոչ էլ կոռուպցիայի միջոցով եմ այդ գումարները դիզել։ Դա աշխատանքի արդյունքում եւ երբ որ օրենքը թույլ է տվել զբաղվել, չինովնիկին զբաղվել են, երբ որ արգելել է, մենք չենք զբաղվել, դա միանշանակ փաստ է։ Իսկ ինչ վերաբերում է 5% տնտեսական աճ եւ ընդհանրապես քեզ խորհուրդ կտամ, այսինքն ձեզ ներողություն, պարոն Փաշինյան, նախագահների հասցեին անկախ դրանից ով կլինի անձը հարգել այդ ինստիտուտը եւ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ինչ վերաբերում է 5%, 7%-ը, դա եղել է քաղաքական գնահատական, քաղաքական ցանկություն, հայտարարություն եւ 5-7% է եղել միջնաժամկետում կառավարության ուրեմն տնտեսական աճի ապահովման պարտավորությունը եւ ես շատ հստակ նաեւ ուզում եմ ձեզ բացատրել, որ նաեւ տնտեսության զարգացումը ուղղակի կապված չի միայն Հայաստանում ընթացող գործընթացներից, կապված է ցավոք սրտի Ռուսաստան, Ուկրաինա, համաշխարհային ճգնաժամ եւ այլ։ Այդ բոլոր խնդիրները ուղղակի միմյանց հետ կապված են եւ շատ հստակ մեր թիմը, մեր նոր կառավարությունը, այո, դրել է իր արժեվ միջնաժամկետում 5% տնտեսական աճ ապահովելու խնդիր։ Եվ ես դա համոզված եմ, որ հաջողելու է մեզ, իհարկե մեր բոլորի աշխատանքի համատեղ աշխատանքի արդյունքում եւ մեր նպատակն է, որ ամեն ինչ անել լինի 7%, 8%, 10%, ինչքան հնարավոր է։ Դա մեր բոլորի ցանկությունն է, մենք քաղաքական կամք ենք դրսևորելու ամեն ինչ անել համերաշխ, հանդուրժողականության պայմաններում, որպեսզի այդ աճը ընդունել։ Եվ ես իմ ծրագրում եմ շատ հստակ ասեցի, որ մենք պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել, բոլորի առաջարկները լսել, կարծիքները լսել, խորհուրդները լսել, եւ դա իմ կարծիքով մեզ հաջողելու է եւ առանց մեծամտության համախմբելով քաղաքական ուժերի, գործարարների, մեր բոլոր մեր հասարակության ուժերը համատեղելով հասնել այդ հաջողությունների։ Միայն մենք կարող ենք հանդուրժողականության, համերաշխության ոլորտում արձանագրել այդ հաջողությունները։ Մենք չպետք է մոռանանք մեր տարածաշրջանային խնդիրները, Լեռնային Ղարաբաղի անվտանգության խնդիրը, ուղղակի որը կապված է Հայաստանի Հանրապետության անվտանգության հետ, եւ մենք այստեղ շատ ճկուն քաղաքականություն ենք վարելու եւ նորից եմ ասելու, յուրաքանչյուր նման քննադատություն անհիմն ու պարբերաբար հնչող ամեն անգամ նույն բանը տարբեր բառերով ներկայացնելը ոչ մի լավ բանի չի բերելու մեր ժողովրդի, մեր երկրի եւ ընդհանրապես մեզ բոլորիս։ Եվ ես առաջարկում եմ, որ ես պատրաստ եմ լինելու քննարկել յուրաքանչյուր հարց, ընդունել յուրաքանչյուր ողջամիտ քննադատություն, որը հիմնավոր կլինի, նույնիսկ ներողություն խնդրել սխալների համար, ամեն դեպքում դա ես գտնում եմ, որ շատ ճիշտ ձևաչափ է եւ ես պատրաստ եմ յուրաքանչյուր խնդիր կլինի ինձ հետ կապված, նոր կառավարության անդամների հետ կապված, որտեղ որ կարձանագրվի, կհիմնավորվի օրենքի խախտում, պատրաստ ենք շատ օպերատիվ, ուրեմն մենք մեր տեսակետը հայտնել եւ տալ գնահատական։ Այսքանը, կարծես թե բաց չթողի, չէ՞, պարոն Փաշինյան, որևէ հարց։ Արձագանքի համար Նիկոլ Փաշինյան։ Շնորհակալություն, պարոն Աբրամյան, ես զարմանում եմ, դուք ինչ եք գործարարներին ինձնից պաշտպանում։ Ես գործարարների անուն չեմ տվել, ես տվել եմ կառավարության 3 անդամների անուն եւ հենց այդ ենք ուզում հասկանանք, դուք գործարար եք, թե կառավարության անդամ եք։ Ասում եք հող ենք մշակել։ Այդ ոնց է որ ձևը ասեք, ամբողջ Հայաստանի գյուղացիությունը հող է մշակում, տոկոսի տակ է ընկնում, դուք հող եք մշակում, միլիոնավոր դոլարներ եք աշխատում, ձևը ասեք իրանք էլ տենց ինչ որ հատուկ ձև ունեք, այդ ինչ է կատարվում։ Ինչ վերաբերվում է իմ ձեռագրին, սա իմ ձեռագիրը չի, իմ պարտականությունն է, բա ու չենք եկել այստեղ կառավարության անդամներին, որը հանրայնորեն, լայնորեն ընդունված կարծիքի համաձայն կոռումպացված է, գանք բան անենք, ժպտանք իրար, թողենք գնանք, բա եկել ենք այդ է երկրի կարևորագույն պրոբլեմը։ Պետք է գանք այստեղ իրար անեկդոտ պատմենք գնանք։ Ինչեք լարվում, մի լարվեք։ Գործարարների մասով, այո, դուք պատկերացում եք չունեք, ինչ է նշանակում գործարարություն։ Չեք էլ կարող գործարարությամբ զբաղվել։ Որ հողել տանք ձեզ մշակեք, չեք կարող մշակել։ Դուք մենակ Փաշինյանի վրա շատ ժամանակ ծախսեցիք։ Հարց տալու համար Սամվել Եւ հասարակության մեջ դուք փորձում եք, այո, գործարարների սակել թշնամի այս երկրում, ովքեր որ
հազարավոր գործատեղեր են ստեղծել, 1000 ընտանիք են պահում, դու մի ընտանիք չեք պահել ձեր կյանքում, բացի քննադատելուց։ Եվ դա վատ բան է։ Փոխանակ ողջունեք, ծափահարեք։ Այո, ես համաձայն եմ, որ կարող այս պահին էթիկա չունեք, տակ չունեք, որ լսեք, էլի, սենց եք անում։ Դա էսա, ձեր փողոցային փողոցից ազգային ժողով է, որ դուք խոսում եք, անկախ դրանից ինձ համար տհաճ բաներ եք ասում, ես շատ ինձ լսում էի։ Պարոն Փաշինյան, կարելի է խոսել, բայց չարություն անել ոչ, ես խնդրում եմ ընդհատեք։ Ունեմ իհակառակ ձեզ։ Ես բացատրում եմ այն, դու ինչ ընկալել եք, ոչ ճիշտ, ես ուզում եմ հասկանաք, որ ես չեմ ասում, որ դու գործարարներին վիրավորում եք կամ դեմ եք։ Ասում եմ, գնահատեք հարգեք գործարարների վաստակը այս երկրում։ Մենք իրենցով ենք երկիրը կայացնելու, մեր տնտեսությունը զարգացնելու։ Մենք այստեղ կարող ենք խոսել եւ ընդունել նորմալ օրենքներ, որը կնպաստի մեր գործարարներին զարգացմանը, կայացմանը։ Եվ իմ ասածը դա է։ Ես ընդհանրապես ոչ մեկին վիրավորելի միտում չունեմ, այդ դեպքում առավելագույնս ձեզ։ Եվ նման ցանկություն չեղել է ինձ մոտ։ Դուք եք միշտ փորձում նույն հարցերը նորից եմ ասում, տարբեր բարերով ինձ տալ կամ իմ գործընկերին սային ունի անուն։ Եթե դու մտածում եք այդ ունեցվածքը ապօրինի է, դիմեք դատախազություն թող ստուգեն։ Եվ ուրիշի փող հաշվել ամենահեշտն է։